Բարի երեկո, դուք դիտում եք Բացահարթակ, այսօր իմ հյուրը Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս բիզնես հաղորդակցության մասնագետ Սերգեյ Թանթուշյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, դուք ունեք 15 տարվա փորձ բիզնես հաղորդակցության եւ կառավարման խորհրդատվության ոլորտներում, արդյունավետ հաղորդակցություն դասագրքի համահեղինակն եք։ Նախ ինչ ասել է արդյունավետ հաղորդակցություն։ Հասկանալի, ոչ էգոիստական, այսինքն ոչ թե քո մասին, այլ դիմացինի մասին, այսինքն հարմարեցված դիմացինի կրթական մակարդակին, էմոցիոնալ վիճակին, հասկանալուն, այտենց։ Մենք շատերս խոսում ենք, հաղորդակցում ենք, բայց դա միայն խոսելը չի, մարմնի լեզուն է եւ այլն, միայն մեր տեսանկյունից, ոնց որ մեզ է հարմար։ Դա ամենամեծ սխալն է հաղորդակցության։ Գրքում դրա մասին խոսում ենք, բայց նաև խոսում ենք շատ կարևոր մի այլ փուլի մասին, որ նախորդում է հաղորդակցությանը, եւ դա նախահաղորդակցային փուլն է, երբ որ մենք պետք է հասկանանք ինչա կատարում դիմացինի գլխում, ինչ նախապաշարմունքներ ինքը ունի, ինչ ոնց որ նախքին փորձ կա, որ ազդում է իր ընկալման վրա, եւ այդ ամենը պետք է հաշվի առնել մինչեւ հաղորդակցվելը, IQ-ն, նրա, ինտելեկտուալ մակարդակը, նրա հուզական ինտելեկտը, կան եւս 4-5 կոեֆիցիենտներ, գործակիցներ, որոնք որ պետք է հաշվի առնել։ Հետո գրքում խոսում ենք եւ իմ դասախոսությունների մեջ խոսում եմ վերբալ, բառային հաղորդակցության, ոչ վերբալ, մարմնի լեզու, գրավոր հաղորդակցության մասով, այստեղ էլ մեծ խնդիր ունենք, աշխատում եմ տարբեր գերատեսչությունների հետ, կազմակերպությունների հետ, բիզնեսների եւ այլն, գրել շատ վատ գիտենք մենք, շատերս, տենց, այսինքն դրա պահանջարկը շատ մեծ կա, եւ վերջին մասը իմ դասախոսության եւ գրքի դա պրեզենտացիոն սկիլերն են։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, երբ մենք որևէ պայմանավորվածություն ունենք, որևէ այսպես շփում, հաղորդակցություն պիտի ունենանք, նախապես պետք է, ինչպես դուք եք ասում, հասկանանք տվյալ մարդու, այսպես ասած, գլխում ինչ կա կամ տվյալ մարդու կարողությունները ինչպիսին են, նոր գնալ հաղորդակցության։ Անպայման պետք է տնային աշխատանք կատարել։ Մի գիրք կա, որը որ ինձ հիացրել է ուղղակի, կոչվում է Talk, Alison Woodbrooks-ն է հեղինակը, ինքը Հարվարդի դասախոս է, եւ Talk-ը բացի այնից, որ խոսել, անգլերենից, նաեւ ինքը աբրևիատուրա է, եւ T նշանակում է topics, այսինքն թեմաներ, պետք է մտածես նախապես, A asking, հարցեր տալ, L-ը levity մասին է խոսում, ինքը թեթևության, եւ K-ը kindness-ի, սիրո ըստ էության։ Եվ ես միշտ իմ դասախոսությունների մեջ ասում եմ, որ պետքա սիրես դիմացինին։ Եվ այդ topic պատրաստելը, դիմացինի գլխի մեջ մտնելը, իր հոգեվիճակը հասկանալը եւ մնացած տնային աշխատանք, այդ պատրաստությունը ինձ թվում է դա գրավականն է հաջողված հաղորդակցության։ Տեսեք, ես 1-2 օր առաջ հենց դիտում էի ռուս հաղորդավարուհի Քսենիա Սոբչեկի հարցազրույցը եւ հետաքրքիր մի բան այնտեղ կար, որ ինքն ասում է, ինձ համար միևնույն է դիմացինի ինչ կմտածի իմ մասին, եթե ես մտածեմ, ով ինչ է մտածում, շփվելուց առաջ, ով ինչ կարծիք կկազմի իմ մասին, նշանակում է ես չեմ ապրում, ես ապրում եմ ինքս ինձ համար, ինձ որևէ մեկի կարծիքը հետաքրքիր չի։ Այ սա կուզեի մեկնաբանեիք, դուք ասում եք մի բան, ես ուղղակի տեսել եմ ընդամենը վերջերս հենց լրիվ հակառակը հարցազրույցում։ Ես կարամ դա երկակի բնութագրեմ, կամ որ դա շատ տխուր է, որովհետև հաստատ ինչ-որ տրավմաների միջով է անցել, որ դրան է հասել, մեր տվյալ անձնավորությունը, դες պրոստը չես կարող որոշես, որ եւ вообще թքած ունեմ տենց բաներ։ Այդ ինչ-որ դες ծանր բան է, դեպք եթե որևէ մեկ հաշվի չի առնում մյուսի կարծիքը կամ հասարակության կարծիքը, դա տրավմայի հետ է։ Ինձ թվում է, դա ինքնապաշտպանական մեխանիզմ է, որովհետև ես ուզում եմ հավատամ, որ մարդու default իրավիճակը, այսինքն ստանդարտ, ինքը սկսում է նրանից, որ ինքը պետքա վստահի դիմացինին, սիրի դիմացինին եւ այլն, այլ ոչ թե ի սկզբանե տրամադրված լինի անտեսելու։ Տեսեք, մի այսպես մի հարց տամ ձեզ, եթե անկեղծ, ես ինքս էլ շատ հաճախ այնպես չի, որ ինձ ներողություն, բայց հուզում է հասարակության կարծիքը, այսինքն դուք կարծում եք, ես ինչ-որ տրավմա եմ ունեցել եւ այդ տրավմայի հետևանքն է դա։ Այդ մի քիչ շատ դեպի էքստրիմ տարանք։ Տեսեք, այդ անկախությունը կամ ոնց որ ոչ թե չհուզելը, այլ լինելը քո ձևի, այդ շատ կարևոր բան է։ Եվ մենք այստեղ խոսում ենք նրա մասին, որ մենք որպես կոլեկտիվիստական ազգ, մենք շատ ենք նայում, ոնց որ դիմացինի կարծիքին եւ միգուցե այդ ձեր ասածը դրա
բալանսավորելու մի տենց ձգտում է, հա, այսինքն դուք դա տենց ասում եք, որովհետև այնքան է եղել, որ դիմացիները փորձել են իրանց կարծիքը տենց փաթաթել ձեր վրա եւ այլն, եւ դուք հիմա փորձում եք դրանից պաշտպանվել։ Չեմ կարծում, որ այդ տենց էքստրեմալ է պետք, բայց всё-таки պետքա չէ հաշվի առնել։ Տեսեք, դուք նաև հանրային խոսքի, չէ, այսպես ասած մասնագետ եք, երբ որ մենք այսօր հետևում ենք մեր քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններին, պարլամենտ, ոչ պարլամենտ, ինչպես եք գնահատում այն իրավիճակը, երբ մենք օրինակ տեսնում ենք խորհրդարանում այդ հանրային խոսքը ինչպես է աղավաղվում։ Դե եթե նկատեցիք, ես էլ եմ խոսում խոսակցական լեզվով, հիմա ձեր հետ։ Ես դա անում եմ թե ստիպված, թե գիտակցաբար ստիպված, որովհետև ռեալ չեմ կարողանում, եթե կենտրոնացեմ իմ ամբողջ էներգիան, հա, ներդնեմ նրա մեջ, որ մաքուր գրական հայերենով խոսել, նախ ես դա չեմ Չէ, լիպի։ այն որ հանրային խոսքը երբեմն հայհոյանքի է վերածվում, այսպես ասած, հասարակական վայրերում, պետական, ազգային ժողովում։ Ես կարծում եմ դա էմոցիոնալ ինտելեկտի եւ կրթության խնդիր է։ Դրա վրա պետք է աշխատել, դա նախահաղորդակցային փուլն է, բայց ինչ վերաբերվում է խոսակցական լեզվի օգտագործմանը, ես կարծում եմ, որ դա պետք է խոսակցական լինի մեր լեզուն։ Այդ վերամբարձ հայերենը ինքը նախ բնական չի, եւ երբ որ մենք տեսնում ենք շատ իդեալական մի մարդ հանրային խոսք ունի, իդեալական խոսքովի նկատի ունեմ, մենք չենք կարողանում մեզ իդենտիֆիկացնել այդ մարդու հետ, որտեղ մենք այդպիսինը չենք, մենք չենք խոսում։ Դեպքեր են եղել, ես coaching եմ արել, communication coaching եմ արել, հաղորդակցության հարցերով կոնկրետ մարդու հետ ինդիվիդուալ աշխատել ենք, ինքը պետքա խոսք ասեր կամերայի առաջ, պետք է ձայնագրեին իրան, եւ ինքը իդեալական, եւ տեքստն էինք գրել, կոնտենտն էինք գրել եւ այլն, ինքը իդեալական պարապել էր այդ ամենը, եւ երբ որ ինքը կամերայի դեմը դա ասաց, ես вообще չեմ հավատում, որովհետև դու շատ իդեալական ես, դու շատ ռոբոտային ես, ու մենք ինչ արեցինք, մենք պարազիտ բառեր մտցրեցինք, պարազիտ շարժումներ մտցրեցինք, ու տենց որ ավելի բնական իրան դարձրեց։ Այս դեպքում ինչպես եք, տեսեք, սովորաբար ասում են ինքնակրթությունը օգնում է կյանքը հարմարեցնել քեզ, ոչ թե դու հարմարվես, եւ առհասարակ ինքնակրթությունը որպես հաջողության մոդել են ընդունում։ Այդ առումով ինչ կասեք։ Ես այստեղ շատ հիմա ոգևորված եմ եւ տարված ադապտիվության գործակցով։ Ոնց որ ասեցի, այդ IQ-ից եւ EQ-ից բացի մենք ունենք նաեւ ադապտիվության գործակից կոչվող մի գործակից, որը քո ճկունության, քո հարմարվողականության գործակիցն է։ Իդեպ դա կարելի է զարգացնել 3 բան անելով։ Առաջինը սցենարներ քո գլխի մեջ մտածելով, ոչ թե պարանոյայի հասնելով, այլ ուղղակի որպես մտավոր վարժություն։ Երկրորդ բանը դա պետք է հասկանալ, թե ինչն է այսօր ակտուալ, ինչը չէ, եւ ոչ ակտուալից կարողանալ, եւ դա շատ դժվար է շատ մարդկանց տրվում, ազատվել։ Եվ երրորդը դա ես կասեի հետաքրքրված լինելն է բաների մեջ, այսինքն գնալ դեպի բացահայտումների ոլորտ, այլ ոչ թե էքսպլուատացիա կամ քո եղածը շահագործելու ոլորտ, հա, այդ 3 բաներն ես անում, որպեսզի ադապտիվությունը, ճկունությունը զարգացնես։ Ես շատ ինչի եմ հետաքրքրված սրա մեջ, որովհետև կարծում եմ, որ մեր փոփոխվող աշխարհում այդ կարողությունը ովքեր որ չունեն, իրանք շատ դժվար են ապրում։ Այսինքն ոչ թե կրթությունը դա կյանքը հարմարեցնելու, այլ նաև այդ կրթությունը քեզ եւ ճկունությունը որպես հա ինտելեկտի տեսակ, ես կարծում եմ ինքը քեզ օգնում է նաև հարմարվել այն սիտուացիաներին, որտեղ որ դու չես կարող ոչ մի բան փոխել, ոչ թե վատ իմաստով, այլ տեսանկյունից նայես, հա, կամ ավելի դժվար անցնես այդ անհաղթահարելի խնդիրների միջով։ Այսինքն կարծում եք, որ կրթվելը, ինքնակրթվելը դա այսօր ժամանակի հրամայականն է։ Այո, 100% համոզված եմ դրանում, կարծում եմ, որ ուղղակի տենց էքսոգեն ֆակտորներից, այսինքն դրսից սпасել ինչ որ կրթություն, հա, կամ պահանջել կրթություն, իրատեսական չի, որովհետև այդ դրսի կրթություն մատուցողը, պրովայդերը, ինքը չի կարողանում այս տեմպին ինձ թվում է դիմանալ։ Ես այսօր համալսարանում եմ աշխատում, հա, եւ ինքը ֆորմալ կրթություն է, ակադեմիկա եւ այլն, բայց այնքան է փոփոխվում եւ այնքան ենք մենք վազում դրա հետևից եւ շատ ժամանակ էքսպերիմենտներ ենք անում եւ այլն, եւ անկեղծ ասած հիմա ընդհանուր կրթական համակարգը ինքը չգիտի ինչի համար կրթել, որովհետեւ ապագան մենք չգիտենք։ Եթե մեզ համար քիչ թե շատ հասկանալի էր, հա, հին ժամանակներում ինչ սпасել, որովհետեւ նախ
նախանշված էր, փոփոխությունները քիչ էին, ստրուկտուրավորված էր եւ այլն, հիմա փոփոխությունները այնքան արագ են լինում, թե քաղաքական, թե տնտեսական եւ թե գիտություն այնքան է զարգանում, որ դու չգիտես ինչին պատրաստ ես ուսանողներին, երեխաներին, հետեւաբար այդ ինքնակրթվելը եթե չկա, եթե դու դրսից ես սպասելու, դու չես կարող, որտեվ դուրսը չգիտի ինչ քեզ տալ։ Ինքդ պետք է հասկանաս եւ արագ ադապտացվես կամ ինքնակրթվես։ Առավել եւս, որ այսօր շատ ծրագրեր հասանելի են հենց համացանցի միջոցով։ Այո։ Ի տարբերություն շատ տարիներ առաջվա, հիմա ամեն ինչը ավելի հարմարեցված է, ավելի հասանելի է եւ Բայց շատ էլ աղբ կա, ճիշտն ասած, եւ դա էլ պետքա տարանջատել օգտակարից, որ ինքնակրթությամբ էլի լուծվում է։ տեսեք, հաղորդակցության անդրադառնանք նորից, մենք շատ հաճախ, երբ արտերկրում ներկայանում ենք կամ ներկայացնում ենք Հայաստան, Արմենիա, շատ հաճախ մեզ ասում են Ռումինիա, իսկ դուք էլ եք բախվել այդ խնդրին։ Ճիշտ է արդյոք ներկայացված Հայաստանն արտերկրում։ Ну, գիտեք, ես մտածել եմ այդ հարցի շուրջ, դա շատ բարդ հարց է, որովհետև կան մասնագետներ, որոնք որ դրանով զբաղվում են, նրանք բրենդավորում են, ոնց որ պրոդուկտը բրենդավորես, այնպես էլ երկիրն են բրենդավորում, որը որ հիմնված է որոշակի արժեքների վրա, որ մենք պետքա փոխանցենք, հա, լսողին, որոշակի ֆորմատների մեջ պետքա մենք դա անենք, որովհետև մենք չենք կարող ծանրաբեռնել մարդկանց։ Նույնիսկ այդ storytelling կոչվածը ինքը ֆորմատի մեջ պետքա լինի, ինքը պետքա հասկանալի, հասանելի լինի, չձանձրացնող լինի, հետաքրքրություն մեջը լինի մի հատ ձախողում, բայց այդ ձախողման հաղթահարում, то есть այդ ֆորմատները պետքա լինեն մարդուն ընկալելի։ Այստեղ մեսեջի հարցն է, այստեղ ֆորմատի հարցն է, այստեղ այդ արժեքները, որ հա մեսեջի միջոցով պետքա տաս։ Նաև քո հասկանաս թե ինչ աուդիտորիայի հետ ես խոսում, ինչ աուդիտորիայի համար ես այդ մեսեջը տալիս, բայց նաև կարծում եմ ճիշտն ասած մենք պետքա առաջարկելու բան ունենանք, ոչ միայն խոսենք դրա մասին, հա, այլ նաև ունենանք ռեալ հետաքրքրություն։ Հիմա դուք կարծում եք մենք առաջարկելու բան ունենք, թե չունենք։ Ես կարծում եմ ունենք, բայց նիշային user-ի համար։ Այսինքն ինչ ունենք առաջարկելու արտերկրում ապրող, չգիտեմ, գերմանացուն, ֆրանսիացուն, ինչ ունի Հայաստանն առաջարկելու, ինչով պիտի գրավի Հայաստանը։ Դե տեսեք, հաստատ այն նիշային կլիենտն է, որը որ եղել է բոլոր, հա, այն ստանդարտ տեղերում եւ հիմա ուզում է ինչ-որ մի նորություն։ Դա մեր սովետական ճարտարապետությունն է։ Դա այն ջերմությունն է կամ ջերմության տպավորությունն է, միգուցե, որովհետեւ ես համոզված եմ, որ շատ դեպքերում այդ ջերմությունը շատ վերևի մակարդակում է, իսկ հետո որ խորանում ես հայերը բավականին փակ են, բայց այդ հյուրընկալությունը առաջին որպես տպավորություն կարող եմ ասել, որ նաև կարող է գրավի այդ տուրիստին, որը որ բավականին հա փորձված տուրիստ է, տենց։ Ես կարծում եմ կարելի է ակցենտը դնել քրիստոնեության վրա եւ այլն, բայց այս ամեն ինչը իհարկե ես հիմա ասում եմ իմ տպավորությունների մակարդակի վրա, այլ ոչ թե պրոֆեսիոնալ։ Համոզված եմ այս հարցը, որ Հայաստանը լավ չի ներկայացված եւ այստեղ էլ արդեն նույն հաղորդակցության խնդիրը գուցեև կա։ Այո, եթե ինքը այդքան ճանաչված չի, ուրեմն լավ չի ներկայացված։ Որն է ներկայացման խնդիրը, հա, ես ֆրեյմվորքները, պրինցիպները ասեցի, հա, ստրուկտուրան է, մեսեջն է եւ այն արժեքներն է, որ մենք պետքա փոխանցենք, բայց կոնկրետ թե ինչ եմ ես առաջարկում, ցավոք սրտի դա շատ բարդ հարց է։ Բայց դուք կարծում եք, որ մենք լավ ներուժ ունենք, ավելի լավ ներկայանալու։ Կարծում եմ առաջարկելու բան ունենք, գոնե որոշակի սեգմենտի պատկանող տուրիստին։ Եվ այս դեպքում էլի մենք գալիս ենք, այսպես ասած, ճիշտ փաթեթավորմանը, ճիշտ բրենդավորմանը, ճիշտ հաղորդակցմանը։ Անպայման, իհարկե։ Տեսեք, եթե մենք մեզ չեն հասկանում, դա մեր խնդիրն է, ոչ թե դիմացինի խնդիրն է։ Հետևաբար կարծում եմ սխալը պետք է մեր մեջ մանգանք։ Ինչ ասել, եթե մեզ չեն հասկանում, այս սովորաբար երկխոսությունը լինում է երկու կողմերի միջև, այսինքն այստեղ խնդիրը մենակ բարդենք մեզ վրա, որ մեզ ճիշտ չեն հասկանում, խնդիրը մերն է։ Ես կարծում եմ այո, դա շատ ավելի պրոդուկտիվ պոզիցիա է։ Դա մեզ թույլ է տալիս զարգանալ, դա մեզ թույլ է տալիս ստանալ կրիտիկա, ստանալ հետադարձ կապ, այդ հետադարձ կապը մարսել եւ հետեւություն անել ավելի ուժեղ պոզիցիայից հանդես գալ։
Դուք դասավանդում եք, պարոն Թանթուշյան, եւ այստեղ հետաքրքիր է, տեսեք, մենք խոսեցինք կրթությունից, ինքնակրթվելու, պարտադիր, այսպես ասած, լինելուց մեր ժամանակներում մենք շատ հաճախ ասում ենք, որ մարդիկ հեռացել են, այսպես ասած, իրական շփումից, ավելի տեղափոխվել են սոցիալական հարթակներ, ավելի ավագ սերունդը քննադատում է երիտասարդությունը, այդ ձեր կարծիքը մարդիկ հենց ուսանողության հատվածում ինքնակրթություն ինչպես է եւ առհասարակ ավելի շատ են այսպես խորացած TikTok-ներում, Instagram-ներում, Facebook-ում։ Գիտեք, ես չեմ կարծում, որ մենք ինչ-որ բան կարող ենք դրա հետ անել։ Այո, իսկապես շփումը փոխվել է շատ։ Իմ երեխաները օրինակ, հա, շփվում են կոմպյուտերային խաղեր խաղալու ընթացքում իրանց ընկերների հետ։ Դա նորմալ է։ Դա իրականություն է։ Մեր տեսանկյունից մեր անցյալը հաշվի առնելով, որ մենք, ասենք, չգիտեմ, բակում վազում էինք գարաժների վրայից, թռնում էինք, գողանում էինք խակ, ինչ որ ցողուններ եւ այն ու շփվում էինք ու problem solving էինք անում, խնդիրներ էինք լուծում տվյալ պահին, տվյալ կոնկրետ, հա, խնդիրը արագ սահմանափակ ռեսուրսների մեջ եւ այլն, դա մեզ համար նորմալ էր եւ գիրք կարդալն էր օրինակ մեզ համար նորմալ եւ այդ ինֆորմացիայի որոնումը դժվարությունների միջով անցնելու արդյունքում որ տենց էինք գտնում ինֆորմացիա կամ սպասում էինք որ այդ եթե հեռուստատեսության մասին էինք խոսում դա էր մեզ համար նորմալ, հա, եւ այդ անցյալը ունեցող մարդիկ միգուցե համարում են որ այսօրվա իրականությունը նորմալ չի, բայց իրանց համար դա նորմալ է։ Իսկ ինքնակրթվում են ձեր ուսանողները կոնկրետ։ Ես կարծում եմ, հա, որովհետեւ տեխնիկապես շատ մենք կարող ենք ասել, հա, օրինակ, հա, արհեստական բանականությունը մի օգտագործեք կամ ինչ, բայց ինձ թվում է դա սխալ մոտեցում է, որովհետև դա իրականություն է եւ դա գործիք է, որ իրանք օգտագործում են նաեւ այո ինքնակրթության համար, բայց օրինակ ես կոնկրետ իմ դասերի մեջ մտցրել եմ AI-ի հետ, արհեստական բանականության հետ համագործակցության մի քանի ոնց որ օրինակ։ Այսինքն առանց արհեստական բանականության կարծում եք հիմա հնարավոր էլ չի։ Կարծում եմ, չէ, ես ինքս եմ օգտագործում շատ արհեստական բանականություն։ Ես իմ ուսանողների օրինակ աշխատանքները, հա, ստուգում եմ մի հատ ինքս, հետո մի հատ AI-ին եմ հարցնում, ասում եմ, ինչ կասես։ Ասում եմ, պրինցիպի լավ է։ Եվ այստեղ կստացի նաև շատ լավ կոմունիկացիայի հմտություն է զարգանում, որովհետև AI-ի հետ էլ պետք է խոսաս, իսկ AI-ը սիրում է կոնկրետ, շատ հստակ, քո դերը գիտակցող նաև դու պետք է լինես, որպեսզի էֆեկտիվորեն շփվես, այսինքն ասում ես act like a professor, հա, այս սրանք են criteria-ները, սրանք են ոնց որ չափանիշները, որոնք որ լավն են, սա վատ աշխատանքի օրինակ է, սա միջին, սա լավ, հա, այս ամբողջ ինֆորմացիայի հիման վրա ինչ ես կարծում ես աշխատանքի մասին։ Դες ես հիմա օրինակ իմ AI-ին նաև սովորացնում եմ, բայց դրա արդյունքում նաև սովորում եմ, որովհետև շատ ավելի լավ եմ կարողանում ձևակերպել, հա, ես ով եմ, ինչ եմ ուզում, շատ ավելի օբյեկտիվ եմ դառնում, ոչ թե օրինակ բարդում եմ այդ աշխատանքի վրա, այլ երկրորդ կարծիքն եմ հարցնում։ Հետո որ առանց AI-ի ինձ թվում է անհնար է եւ մենք էլ ինքնակրթվում ենք, թե ոնց այդ նույն արհեստական բանականության հետ շփվենք։ Շնորհակալություն։ Ձեզ էլ մերսի։ Հիշեցնեմ իմ հյուրը Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս բիզնես հաղորդակցության մասնագետ Սերգեյ Թանթուշյանն է։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։